Իհարկե կա, ընտանիքներ կա, որ փակ են պահում, բայց կիններ պետք է լեզուն իրան քաշի, տղամարդը հանգործ է, տուն ա գալիս ղժ ճվ, հանգիստ թողեք ձեր տղամարդկանց, ամեն ինչ նորմալ կլինի։ Բռնության ենթարկվելուց հետո։ Թող թույլ չտա առաջինը, թող լեզուն իրան քաշի, թույլ չտա, մնացած հարցերը կընկնեն տեղը։ Փողոցային հարցումների ժամանակ հիմնականում այս պատասխանն ենք ստանում։ Սրան զուգահեռ կա այլ իրականություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն կանանց սպանությունների 38%-ը կատարվում է ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից։ Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ կին է սպանվում զուգընկերոջ կամ ընտանիքի այլ անդամի կողմից։ Նմանատիպ մարդիկ հասարակության մեջ շատ սիրալիր են, իրանք շատ ազատություն են տալի քեզ, եթե իրանց հետ դու դուրս ես գալի ինչ-որ անձնական միջավայր, բայց արդեն երբ որ գալ այդ ամեն ինչ հետո գալիս ենք մտնում ենք արդեն նեղ միջավայր, մենք մեր ընտանիքի կողմից այդտեղ արդեն սկսում են իր կողմից հարցադրումները։ Բա գիտես, դու դե մի քիչ շատ ծիծաղեցիր, այն մեկին դու մեկը քեզ շատ նայեց, դու շատ խոսացիր, օրինակ պետքարանից ինչու շատ գնացի, շատ օգտվեցիր։ Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենքը ուժի մեջ է մտել 2018-ին, ինչ է փոխվել մինչ այսօր օրենքում ու դրա կիրառության մեջ։ Օրենքի 2024-ին ընդունված փոփոխություններով ավելացավ զուգընկեր եզրույթը։ Ծանրացնող հիմք սահմանվեց այն դեպքերի համար, երբ արարքը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։ Այսինքն ընտանեկան բռնության զոհ է համարվում նաև այն անձը, որի հետ բռնարարը չունի ամուսնության պետական գրանցում, եւ վերջինիս հանդեպ բռնությունը ենթադրում է հավելյալ պատժաչափ։ Համակարգի ներսից հնչում է կարծիք, որ փոխվել է ոստիկանական բաժանմունքներում բռնության ենթարկվածի հետ շփման ոճը։ Դե մենք ունեցել ենք օրինակ 10-20 տարի առաջ դեպքեր, երբ որ մարդկանցից անգամ դիմումները չէին վերցնում եւ այդ անձը ստիպված հետագայում սկսում էր իր մենակ դիմումը ներկայացնելու համար շատ բարդ գործընթացներով անցնել։ Բռնության ենթարկվելու դեպքում գործողությունների քարտեզը հստակ է՝ զանգահարել 102 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք։ Ոստիկանությունը ապաստարան տալով չի սահմանափակվում։ Ամենակարևորը իրավաբանական անվճար օգնության տրամադրման մասին է խոսքը, որովհետև ոչ միշտ բռնության ենթարկված կանայք ֆինանսապես ի վիճակի են դիմել անհատական փաստաբանների, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանեն դատական կարգով։ Այնուամենայնիվ սրանով ոլորտի խնդիրները ամբողջությամբ չեն լուծվում։ Թեև 2024-ի համալրումների արդյունքում քրեորեն պատժելի արարք սահմանվեց հետամտելը, երբեմն սա բռնարարին չի խանգարում։ Ունենք բռնարարներ, անձամբ ես եմ ճանաչում, որոնք առ այսօր իմ հետ կապի են դուրս գալիս, մեղադրում բոլորին իրենց ընտանիքի փլուզման մեջ, առանց սեփական անձի գործողությունները գնահատականի արժանացնելու։ Միջազգային փորձում կիրառվում են էլեկտրական ձեռնաշղթաները։ Դրանցով հնարավոր է հսկել բռնարարի հեռավորությունը բռնության ենթարկվածից։ Հայաստանում սա չի գործում։ Ոստիկանության նախկին աշխատակիցը նշում է, որ սա վերահսկման միակ տարբերակը չէ։ Բռնության ենթարկված անձը իրավունք ունի 24 ժամ ռեժիմով ոստիկանությանը հայտնել այն մասին, որ բռնություն գործադրած անձը խախտել է այդ սահմանափակում։ Մեկ այլ խնդիր է, որ 15 տարեկան արական սեռի ներկայացուցչին ծնողի հետ ապաստարան ուղարկելը անհնար է։ Ես անձամբ իմ պրակտիկայում փորձել եմ լուծել այլ կերպ, երեխաները ժամանակավորապես արական սեռի տեղափոխվել են անչափահասների խնամքի կենտրոններ, այսպես ասած, առանց մատնանշելով, թե որ կենտրոններն են տեղափոխվել, մինչև մայրիկը տեղափոխվել է ապաստարան։ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի կոալիցիան օրերս քննարկում էր կազմակերպել 2022-ից 2024 թվականների գնասպանությունների մասին զեկույցի շուրջ։ Ամենացցուն խնդիրներից է գնասպանության դեպքերի միասնական վիճակագրության բացակայությունը։ Շարունակական բռնության հետևանքով կանանց ինքնասպանությունները նույնպես որպես գնասպանություն չեն դիտարկվում եւ աղավաղում են պատկերը։ Ընդհանուր պատկերից դուրս են մնում նաեւ տրանս կանայք։ Փողոցային հարցումները եւ բռնության ենթարկված անձանց հետ զրույցները կարծես զուգահեռ իրականություններից լինեն։ Իսկ որ ենթարկվեց բռնության, դրա ուզում է իրավական պատասխանատվության ենթարկի բռնարարին։ Եթե անջատված, նարկոման, չփոխվող այլանդակ տեսակ է, իհարկե միանշանակ։ Իսկ եթե նարկոման չի, բայց ծեծում է կնոջը։ Այդ հարցին է լուծում կա։ Եթե դա անվերջ ալկոհոլային ազդեցության տակ է այդ ծեծը, միանշանակ պետք է ազատվի։ Իսկ եթե առանց ալկոհոլի ազդեցության ծեծը, անհիմն չեն ծեծում, ես դա ասեմ։ Նորմալ կնոջը անհիմն չեն ծեծում, առնվազն շիզոֆրենիկ պիտի լինի այդ ամուսինը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։